Հայ աշակերտների 80%-ը ցանկանում է սովորել բարձրագույն կամ մասնագիտական որևէ հաստատությունում, սակայն նրանց մեծ մասը մասնագիտությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվության չի տիրապետում։ Դա է պատճառը, որ մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը դպրոցականների իրազեկումը սկսել է տարրական դասարանից։ 5-ից 6-րդ դասարանում երեխայի մոտ պատկերացումները պետք է հնարավորինս շատ լինեն մասնագիտությունների, զբաղմունքների աշխարհի մասին։ Երեխան պետք է տարբերակի մասնագիտությունը զբաղմունքից, պաշտոնից, մինչդեռ մենք այսօր ավագ դպրոցում անգամ երեխաներ ու դեռահասներ ունենք, ովքեր չեն տարբերակում մասնագիտությունը զբաղմունքից։ Մեթոդաբանության հիմքում է սահմանել նպատակ, նպատակին հասնելու ճանապարհը կազմել։ Եվ այդ ճանապարհին հասկանալ, թե ինչպես կարելի է տեղեկատվություն փնտրել, որտեղից կարելի է այդ տեղեկատվությունը փնտրել եւ որ տեղեկատվությունն է անհրաժեշտ իրեն մասնագիտության ընտրության հարցում։ Ինչ է իրենից ներկայացնում մասնագիտական կողմնորոշման դասընթացը։ Կենտրոնի տնօրենը պարզաբանում է, աշակերտի հետ 4 հանդիպում է կազմակերպվում, երկուսի ընթացքում նրանք ծանոթանում են աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններին, երրորդ հանդիպումը որևէ գործատուի հետ է, չորրորդը բուհի ներկայացուցչի։ Երիտասարդ մասնագետի համար գործատուները առավելապես խնդիր են դնում անձնային որակների եւ առանցքային կարողությունների, ասենք պարտաճանաչություն, ձեռներեցության կարողություն, ստեղծագործական մտածելակերպ, նորարար մոտեցումներ, այսինքն այս բոլոր թեմաները փորձում են երեխաներին մատուցել ոչ ֆորմալ տարբերակներով, խաղերի, դերային խաղերի, բանավեճերի, այնպիսի ինտերակտիվ մեթոդներով, որ երեխան ինքը վերջում եզրահանգի այդ արդյունքին։ Սակայն շատ հաճախ ընտրած մասնագիտությունը համահունչ չէ աշխատաշուկայի պահանջներին, ինչի հետևանքով դժվարություններ են ունենում թե բուհն ավարտած երիտասարդը, թե գործատուն։ Անհամապատասխանություն կա հատկապես նախնական եւ միջին մասնագիտական կրթության եւ աշխատաշուկայի պահանջների միջև։ Ունենք որակավորված բանվորներ, գյուղատնտեսական ոլորտի աշխատողներ, մեխանիզատորներ, այսպիսի սպეციფიկ ուրեմն մասնագիտացումներ եւ նաեւ զարգացման մեջ վարսահարդարներ եւ վարորդներ, այսինքն այսպիսի պահանջարկ եւ այսպիսի թափուր աշխատատեղեր են ներկայացված գործատուների կողմից։ Բարձրագույն կրթության հարցում աշխատաշուկայի հետ անհամապատասխանությունը թեև քիչ է, բայց միևնույն է, կան մասնագիտություններ, որոնք այսօր առավել պահանջված են։ Այդ մասնագիտությունների գծով թափուր աշխատատեղեր միշտ լինում են։ Բարձրագույնում մենք ունենք պահանջարկ ադմինիստրատոր, այսպես են նշել հիմնականում տարբեր սպասարկման ոլորտների մասով, մենեջեր վաճառողներ, մանկավարժ, հոգեբան։ Եվ զարգացման մեջ նաև նշվեց ծրագրավորող, դիզայներ։ Հարցումները ցույց են տվել, որ գործատուի համար իր կազմակերպությունը կադրերով համալրելու հիմնական դժվարությունն աշխատանքային փորձի եւ մասնագիտական կարողությունների պակասն է։ Ուսանողների համար էլ կրթական պրոցեսի ամենաթույլ կողմը պրակտիկայի բացակայությունն է։ Ժիրայր Գրիգորյան, Նորա Շարբաթյան, Հայլուր։